Ես չեմ որոշելու, դուք եք որոշելու լինել ԵԱՏՄ-ի կազմում, թե Եվրամիության կազմում, Կոտայքի մարզում քարոզարշավի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Օվերչուկը բացառել է Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում Հայաստանի դեմ սահմանափակող միջոցների ընդունումը։ Հայաստանն ընդունել է համապատասխան օրենք, որը իրավաբանորեն պարտավորեցնում է Երևանին կենտրոնանալ եվրաինտեգրման վրա, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ համացանցում որոշ օգտատերեր կեղծ տեղեկություններ են տարածում, թե իբր վաղը մարզերից եկող ճանապարհները փակ են լինելու, հայտնում ենք, որ նշվածը ապատեղեկատվություն է։ Հանրապետության հրապարակում սիրով սպասելու ենք մեր բոլոր հայրենակիցներին։ Ընտրակաշարք տալու ստանալու դեպքերի արդիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 10 անձ, տեղեկանում ենք հակակոռուպցիոն կոմիտեից։ Նրանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մեկի նկատմամբ տնային կալանքը, ավելի վաղ տեղեկություններ տարածվել, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամները ձերբակալվել են ընտրակաշարք տալու համար։ 4 հայ բռնցքամարտիկ Բաթումում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարի եզրափակում են, տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայից։